Ուշագրավ է, որ Երևանդից սատրապական դրամներից բացի մեզ հասել է մեկ ոսկե դրամ եւ պատմաբանները շատ են վիճել, թե ինչ նշանակություն կարող ունենալ այս դրամը, չէ՞ որ սա Պարսից արքայի մենաշնորհն էր ոսկե դրամ հատելը։ Եվ այստեղ տարբեր տեսակետներ են առաջ քաշվել, որոնց մեջ հետաքրքիր է հետեւյալ տեսակետը, որ նա կարող էր այս դրամը հատած լինել այն շրջանում, երբ որ ըմբոստացել էր Աքեմենյանների արքունիքի դեմ, եւ սա անկախության նշան կարող էր լինել, եւ քանի որ այդ շրջանը կարճ է տևել, հետեւաբար դրամների սիստեմատիկ թողարկում չի եղել, քիչ քանակով են թողարկվել եւ դրա համար մեզ քիչ են հասել։ Օրինակ համեմատության համար Տիգրան Մեծի դրամներ հասել են հսկայական քանակությամբ, որովհետեւ դրանք սիստեմատիկ շարունակական թողարկում են ունեցել եւ շուրջ 20 տարի շարունակ փողերանոցներում, օրինակ Ասորիքի դրամահատարաններում թողարկվել են։ Այս առումով իհարկե այս համեմատականները նման եզրակացության հնարավորություն են ստեղծել։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։